Ես ինչպես, ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան, օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազեր, ինչ անուրջ, թե կատակեր և թե լուրջ, թե հեքիաթ կախարդական և թե կյանքեր իրական ու կարծես երեքեր դեր դասերու դասարաններ ախ ես ոնց է ջերմակել իմ դասատուն են ջահել ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով Եվ ինձ հետ միշտ կմնան անմոռաց, անբաժան հուշերը դպրոցական օրագիր պահարան ինչ ուրախ էր, ինչ անհոգ թե ձմեռ էր և թե շոգ թե տանիք էր հայրական և թե տուն նավիրական դու նստում էիր կողքիս մանկության ընկերուհիս բայց այսօր արի ու տես ես կարծես սիրում եմ քեզ ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով Հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին բայց ինչ արած պիտի գնամ մնաք բարով «2026 թվական, մայիսի 22, վերջին զանգ։ Ճիշտ է, այսօր օրացի վրա կարմիրով նշված չէ, բայց մեր 176 աշակերտների համար, որոնք այսօր հրաժեշտ են տալիս իրենց ուսումնական առաջին կրթօջախին, շատ կարևոր ու բացառիկ օր է։ Այսօր նրանք յուրովի կներկայացնեն իրենց վերջին դասն ու վերջին զանգը։ 9 տարիների ընթացքում տարբեր գույներով ու երանգներով է շրջապատված եղել նրանց առօրյան։ Այսօր յուրաքանչյուր դասարան իրենց ուսումնառության 9 տարիների գունապնակից ընտրել, առանձնացրել ու իրենց համար կարևորել են մի քանի գույն։ Այս պահին յուրաքանչյուրի սրտին կպարուրի մի պարզ գիտակցում, վերջին զանգի ղողանջներով ազարարվում է մի նոր կյանքի սկիզբ։ Նրանք կգնան այս դպրոցից, ունենալով արդեն գույների աշխարհում իրենց ընտրած գույնը։ Ցանկանում եմ, ուր էլ գնան, թող իրենց ապրած յուրաքանչյուր պահը ներդաշնակ լինի այդ գույներին։ Եվ այսպես, ուշադրություն,
վերջին զանգն ազդարարված է։ Սկսվում է Արմեն Հովանիսյանի անվան համար 194 դպրոցի 9-րդ դասարանների գույների աշխարհում իմ գույնը խորագրով հրաժեշտի զանգի հանդիսությունը։ Նախ դիմավորենք նկարիչներին։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր շուրջ, ինչին որ դիպչում ենք, ինչը զգում ենք համով և հոտով, ունի գույն։ Բոլոր գույները մեզ վրա տարբեր ազդեցություններ կարող են ունենալ, սակայն բոլոր գույներն էլ կարևոր են։ Դրանք են մեր աշխարհը դարձնում այսպիսի վառ, գունեղ, երբ նրանք ուզված։ Բոլոր մարդիկ ունեն գունային նախասիրություններ։ Կյանքի ընթացքում գունային նախասիրությունները կարող են փոխվել, սակայն մեր նկատմամբ դրանց վերաբերմունքը կարող է շատ բան պատմել մեր հույզերի և բնավորության մասին։ Գնանք, փորձենք թղթին հասնել մեր հույզերը։ Ես շնորհ չունեմ, իզուր չեմ փորձի, վրձինն իմ ձեռքով հրաշք չի գործի, ներքն իմ բանը չեմ, ես գրել գիտեմ, բառերով միայն նկարել գիտեմ, շարժում, գույն ու ձայն, բառն իմ ուժը։ Կորացած մի ճյուղ, անտերև, անզարդ, վրան թառամած, չորացող զույգ վարդ, մեծ մոր ձեռքերը։ Նորացիր մի ճյուղ, կանաչ բողբոջուն, վրան զույգ կոկոն դրփակ, դողդոջուն, թորան ձեռքերը։ Նույն թփին ապրող անցյալ ու ներկա, մեկը գնում է, մյուսը պիտի գա, որպեսի գնա։ Ես ժամանակն եմ այսպես նկարում, 3 տողի մեջ շարժում արարում, բարի խորհրդով։ Ես շնորհ չունեմ, իզուր չեմ փորձի, վրձինն իմ ձեռքով հրաշք չի գործի, իմը գրիչն է։ Եկեք քայլենք գույների աշխարհով ու լսենք գույների սիմֆոնիան ու գտնենք մեր գույնը մի կտավում, մի պահի մեջ կամ պարզապես լռության մեջ։ Եկեք ընտրենք գույների աշխարհի մեր գույնը։ Դասարաններն ընտրեցին իրենց գույները, հիմա գալու են հենց իրենք գույները, մեր շրջանավարտները, որոնց դպրոց է ընդունել հենց ինքը գույներից ամենաոսկե գույնի ոսկե դպրոցի տնօրենը։ Խնդրեմ, սիրելի շրջանավարտներ, թող հնչեն 1000 գույներ ու այդ հնչյունների ներքո տողան հրապարակը լցրեք ձեր գույներով։ Սպիտակ, 9-ի Դ դասարան, Դասղեկ Նելի Ղանդիլյան։ Կարմիր, 9-ի Բ դասարան, Դասղեկ Հասմիկ Կարապետյան։ Կանաչ, 9-ի Զ դասարան, Դասղեկ Ռուզան Բեջջանյան։ Կապույտ, 9-ի Ե դասարան, Դասղեկ Զարա Մելոյան։ Ծիրանագույն, 9-ի Ա դասարան, Դասղեկ Անժելա Ասատրյան։ Դեղին, 9-ի Գ դասարան, Դասղեկ Մերի Ղանդիլյան։
շրջանավարտներ, այս պահին մի շատ կարևոր եւ պատասխանատու պարտականություն ունեմ կատարելու, ձեզ եմ ուզում հղել Էրեբունու վարչական ղեկավարի ուղերձը այս օրվա կապակցությամբ։ Սիրելի շրջանավարտներ, այսօր ձեր կյանքի կարևոր ու հիշարժան օրերից մեկն է։ Դուք ավարտում եք դպրոցը, ձեզ հետ տանելով գիտելիքների ամուր պաշար, բարձր արժեքներ, անմոռանալի հուշեր եւ մեծ երազանքներ։ Վստահ եմ, որ ձեր աշխատասիրության, ազնվության, նպատակասլացության եւ պատասխանատվության շնորհիվ կկարողանաք կառուցել արժանապատիվ ապագա, իրականացնել ձեր նվիրական նպատակներն ու նշանակալի ներդրում ունենալ Հայաստանի Հանրապետության զարգացման եւ հզորացման գործում։ Խորին երախտագիտություն եւ շնորհակալություն եմ հայտնում սիրելի ուսուցիչներին, անսահման նվիրումի, համբերատար աշխատանքի եւ տարիների պատասխանատու ծառայության համար։ Ձեր կրթած եւ դասյարակած սերունդն է մեր ժողովրդի վաղվա հույսը, ուժն ու ապագան։ Բոլորիդ մաղթում եմ խաղաղ երկինք եւ լուսավոր ապագա։ Էրեբունու թաղապետ պարոն Հակոբ Բալայան։ Մեր վերջին ամենապատասխանատու գույնը երախտիկի խոնարհումի խոսք տնօրենին։ Բեմահարթակ ենք հրավիրում 9G դասանի շրջանավարտներին։ Նրանք ընտրել են գույների աշխարհի դեղին գույնը։ Աշխարհը լցված վառ գույներով։ Յուրաքանչյուր մարդ ներկում է իր աշխարհը։ Մեր ներկապնակի գույները կախված են մեր մտքերից, խոսքերից, երազանքներից։ Մարդու աշխարհը լցված է կարմիր, կապույտ, կանաչ, դեղին։ Սպասիր, դեղինը հրաշալի գույն է, չէ որ արևը հենց դեղին է։ Դեղինը արևի գույնն է, լույսի, ջերմության, ոգեշնչման ու մանկության։ Հենց այն հայտնվում է, թվում է թե սենյակում մի փոքր արև է բացվել։ Մարդիկ, ովքեր սիրում են դեղին գույնը, իսկական արևներ են։ Թերթենք դպրոցական տարիներ կարմիր գրքի վերջին էջը, հիշելով եւ սերունդերին փոխանցելու այստեղ գրված մի կարևոր անուն եւս։ Ընկեր Մանուկյան, դեղինի բնութագրող բոլոր տողերն ասես ձեզ են բնութագրում։ Այնքան նման եք դուք եւ դեղինը, տեսեք։ Դեղինը խորհրդանշում է հանգստություն, կրթվածություն։ Եթե դեղին գույնը սիրելի գույն է, ապա արկա է հետաքրքրասիրություն եւ համարձակություն։ Դեղինի սիրահարները սիրում են իրենց առջև նպատակներ դնել եւ հասնել դրանց։ Դեղինը հաճախ ընկալվում է որպես հյուրընկալության եւ առատաձեռնության գույն, իսկ նրա մուքերանգը ոսկե գույնը, փայլուն ապագայի խորհրդանիշը, բնութագրում է լավատեսություն։ Դեղին գույնը երջանկության խորհրդանիշն է։ Հենց որ նրանք հայտնվում են ինչ-որտեղ, շրջապատողներն անմիջապես սկսում են ժպտալ, տարածում են դրական էներգիա։ Ընկեր Մանուկյան, իթե դեղին գույնի մասին այս բոլոր խոսքերը ձեզ չեն բնութագրում։ Ձեր մասին չեն այս խոսքերը։ Եվ եթե դուք սիրում եք դեղինը, դուք ամենին հավանականությամբ մարդ եք, ով օգնել է մորալությունից, եւ գույնը ձեզ համար տեղատոմս է, ոչ թե գեղեցկության, այլ ապրելու։ Դպրոցում մենք փնտրել եւ գտել ենք այդ վառ գույնը։ Մեր դպրոցի գույնը մեզ համար դուք եք, ընկեր Մանուկյան։ Դուք բոլոր գույներից էլ մի փոքր կրում եք ձեր մեջ, ու կրում եք գույներից ամենապայծառ արևի գույնը։ Իմ սիրո առավոտ եղար պայծառ արևոտ, դու եկար գարունքին, գարուն դարձավ իմ հոգին, պայծառ արևը ինձ ուժեր բերեցին անգանակ, ծաղիկներ կանգնի մեր
դեղինի երակներում այս ջութական, որպես թեթևասավ հայտնվեցիք կյանքիս կեսին, ինչ որ իրազ այդ վարկյանին դարձավ այնքան իրական, դուք բերեցիք իմ մուսային, հազարումի գունեղ երանք, և շնորհակալ եմ, որ իմ կյանք կառնա դեղինը բերեց ձեզ։ Դեղի ծաղիկներն ասում են, դուք կյանքն ավելի պայծառ եք դարձնում, և գարնան մեղմ երանքներում, բացից մինչև մուքը տայքի, ձեր գոյությամբ երակներում իմ հոսեցին դեղին շիթեր, շնորհակալ եմ, որ իմ կյանք գարնան դեղինը բերեց ձեզ։ Ձեր մեծության չափանիշը ինքնամոռաց ու անձնվեր նվիրումն է աշխատանքին։ Ձեզ համար դպրոցը հարազատ ու անփոխարինելի ընտանիք է, ու դուք խորին պատասխանատվություն եք զգում նրա յուրաքանչյուր անդամի հանդեպ, լինի ուսուցիչ, թե աշակերտ։ Ընկեր Մանուկյան, խոնարհվում ենք ձեր անցած ու ներկա օրերի առջև։ Չի կարողանում ծառայել իր կոչմանը, եթե տանտերը չի ծառայում իր նպատակին։ Մենք ունենք այստեղ տնօրեն, որն ուղղակի անմնացորդ նվիրել է իր գործին։ Կերտելով կարմիր գիրքը, գրքի վերջի էջում տեսնում ենք ոսկե գույն։ Ոսկե տառերով գրված է ձեր անունը՝ Նունե Մանուկյան, անուն, որով ներկայացնում է մեր դպրոցը, անուն, որը վերնագիր է դարձել Նունեի դպրոց։ Ընկեր Մանուկյան, վստահեցնում ենք, որ այս կարմիր գրքի անուններն ու էջերը դեռ շարունակվելու են։ Ուզում ենք այս գիրքը ձեզ հանձնել ու վստահեցնել, որ բոլոր այն անունները, որ գրված են այստեղ, նրանք բոլորն են ձեզ թև ու թիկունք են։ Ձեր կողքին են ու ձեզ շատ են սիրում։ Ընկեր Մանուկյան, մենք գիտենք, թե դուք ինչպես եք սիրում մեր հայրենիքը, Հայաստանը։ Առանց հայրենիքի հանդեպ սիրո, մարդը չի կարող գտնել ինքն իրեն, նա չի կարող գտնել իր հոգին։ Ընկեր Մանուկյան, այս շարֆը սովորական շարֆ չէ, այն չեն օգտագործում միայն ջերմություն ապահովելու համար, այն խորհուրդ ունի։ Մենք ձեզ ուզում ենք հանձնել հայկական արվեստի մի մասնիկը։ Այն իր մեջ նրբաճաշակ ու առանձնատուկ հայկական արվեստի գույներն ունի։ Թող սայրանական այս գույները ձեզ հովանի ու թիկունք լինեն, և թող այն ձեզ բարորի իր ջերմությամբ և գույների ժպիտներով անզուզ փշողը։ Այսօր ի ամփոփում մեր դպրոցական վերջին նախագծային մշակութային դասի, որը վերնագրել ենք «Գույների աշխարհում իմ գույնը», ցանկանում ենք ձեզ նվիրել մեր վերջին դասի խորհրդանիշ հանդիսացող գույների ներկայացուցիչ, լավագույն վարպետ, նկարիչ, գույների արքա Մարտիրոս Սայրանի այս նկարը։ Ինքնատիպ եղանկարչական լեզվով վարյաց Սարյանի Հայաստան կտավում խտացված են Հայաստանի գույները։ Գույնի կախարդի ժերտաշտակությամբ նկարիչը ստեղծել է Հայաստանի հավաքական կերպարը։ Եկեք մի պահ կանգ առնենք, նայենք սարյանական գույներին, շնչենք օդը, նայենք երկնքին, գտնենք արևն ու ամեն ինչ անենք, որ այսօրը բաց աչքերով ու սրտով ապրենք։ Մտնենք մի աշխարհ, որտեղ գույները խոսում են, իսկ լռությունը լի է սևագյան ստեղծագործական շնչով։ Սիրելինք։ Իմ քաղցրանում, իմ բարձրանում, իմ տարապած, իմ հարապանց, հների մեջ դու այլհեր, նորերի մեջ նոր ու ջահել, դու խաղի խշմարված վազ, վշտերդ ջուր ինքը տավազ, դու բարդենի սաղարթաշատ, արունի վար քրված փշատ, դու կիսավեր ամրոց ու վերդ, մագաղաթյա մատյանի թերդ, դու զվարթնոց, հավեր տաճար, կոմիդասյան տիրանի ծար, դու ջրաղաց խորունգ ձորում,
դու հորովել անուշ տորում, փայլ գութանի արտատ խոպիտ, դու նետ, նիզակ, մկունդ կոպիտ, դու հայրենի տխանիցուր, դու անգիրվեք, դու սասնատուր, իմ հարապանց, իմ տարապանց, իմ բարձրանում, իմ քասրանում, դու մրկրի շտեմարան, ոսկվազյան գինու մարան, դու թավշե դեղց, դու փրփուր հաց, արտաշատյան խաղող սևաչ, դու Սիվանի վարվող կոհակ, Երևանի սյուն ու խոյակ, դու հանգրվան, կանչող փարոս, դու հայկական երբ ու դրոշ, խոսում ու կակոտորածի, ու վճիտ աչք ցամքած լացի, արդարության ահեղ ատյան, սրի պատյան, սիրո մատյան, միշտ հին ու նոր իմ Հայաստան։ Սիրելի ընկեր Մանուկյան, Սարյանի ներկապնակի ներկված այս նկարը թող ձեր աշխատասենյակի ամենալուսավոր պատը զարդարի և դուք նայելով այս նկարին հիշեք, որ 2026 թվականին հիանալի հոգու վառ գույներով շրջանավարտներ եք ունեցել և նրանք ձեզ սիրել են շատ և շարունակելու են սիրել։ Սիրելի շրջանավարտներ, ես իմ հայրենիքը ինձանից շատ եմ սիրում և իմ հայրենիքը ուզում եմ ձեզ տալ, ուզում եմ, որ դուք այդ սիրո մասնիկը կազմեք, ես ուզում եմ, որ դուք էլ ապրեք այս հողով, ջրով, այն գիտելիքները, որ տվել ենք, այն օրինակները, որ ծառայել է ձեզ համար, խնդրում եմ ձեր հոգու բոլոր անկյուններում պահեք, ձեր սրտի մեջ պահեք այս փոքրիկ երկիրը, որ Հայաստան է կոչվում։ Շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ այս օրվան հասնելու համար, շնորհավորում եմ բոլորիս այս տեսակ սերունդ ունենալու համար, բարդ են, շատ բարդ են, բոլոր ծնողները կփաստեն, յուրահատուկ են, իրենք իրենցով շրջապատված, բայց անհրաժեշտության ժամանակ իրենք բռունցքվող են, ես վստահ եմ այդ բռունցքին և վստահ եմ, որ մեր տված դասերը չեք մոռացել, ձեր գիտելիքի ճամպրուկում տարեք են բոլոր հիշողությունները, որ կապված է ձեր դպրոցի հետ, դուք այլևս չեք ունենալու այդ հետադարձը, երբեք հետ չեք նայելու, բայց դպրոցը միշտ սպասել ու սպասում է իր աշակերտներին, այսօր առավոտից, երբ ես տանում էի շնորհավորանքներ, դրանց մեջ շատ էին իմ աշակերտները, որոնց երեխաները այսօր կանգնած են այս բեմում, ես շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, սիրելի ծնողներ, հիշեցի ամեն մեկիդ հետ անցկացրած ձեր վերջին դասերն ու վերջին զանգերը, ամեն մեկդ ինձ համար հետ գնացիք տարիներ, դրանք շատ բովանդակ, շատ լեցուն տարիներ են եղել մեր կյանքում, այդ կյանքից բխել ու ծնվել են այսօրվա սերունդը, շնորհակալ եմ ձեզ, ես կարծում եմ, որ դուք վստահաբար, երբ ավարտում եք այս դպրոցը, ձեր հոգու բոլոր ջերմությունը նվիրել եք ձեր երեխաներին, վստահում եմ այսօր նրանց կրած գիտելիքին և գենին։ Ինչ պիտի ասեմ, թող խաղաղ լինի երկինքը, պիտի ասեմ, թող խաղաղության աղավնիները թևածեն ձեր գլխավերևում, թող կատարվեն ձեր բոլոր երազանքները, որովհետև դպրոցը ինքը երազանքների ստեղծման այդ բնորանն է, այսօր ավարտվում է ձեր մանկությունը, ես այդպես եմ կարծում, գնացեք ձեր երազանքի հետևից, վերցրեք թևեր, թռեք, գնացեք, հասեք նպատակներին և վստահ եմ, որ իմ կողքին հետագայում էլի վերադարձով լինելու եք բազմաշնոր, հայրենիքի զինվոր, հայրենիքի պատրաստական երիտասարդներ, ձեզ բարի ճանապարհ, ձեզ բարի երդ և բազում հաջողություններ առաջիկայում։ Իմ հայրենիքը, դուք եք նաև, 29-րդ շրջանավարտն եմ ճանապարհում, իմ հայրենիքը դուք եք, և ձեզ եմ վստահում նորից, իմ այս փոքրիկ, բայց ինձ համար թանկ այս երկիրը, աշխատեք բոլոր առումներում սիրեք իմ նման։ Թող իր գիրքն առնի, մի տանհույս օրեր, ու իր հետ տանի, խենց սուրող կամին, տոնձև բերի, նեմանա մոշի, ազատի գոշի,
բեմ ենք հրավիրում մեր դասղեկին, ընկեր Ղանդիլյանին։ Մեր շատ սիրելի ընկեր Ղանդիլյան, կան մարդիկ, ովքեր հետք են թողնում ոչ թե թղթի, այլ ճակատագրի վրա։ Դուք հենց այդպիսին եք մեզ համար։ Շնորհակալ ենք ձեզ, որ սովորեցիք ոչ միայն գիտելիք, այլև կյանքի դասեր, որոնք անգին են։ Դուք մեր մեծ ընտանիքի անբաժան մասն եք, եւ ձեր տեղը մեր սրտերում միշտ առանձնահատուկ ու թանկ կլինի։ Սիրելի ընկեր Ղանդիլյան, դուք մեզ համար եղել եք ավելին, քան պարզապես դասղեկ։ Ձեր հավատը մեր հանդեպ, ձեր ջերմ աջակցությունն ու անկեղծ վերաբերմունքը մեր հանդեպ շատ թանկարժեք է։ Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք այս ճանապարհին։ Ձեր տեղը մեր սրտերում միշտ առանձնահատուկ կլինի։ Շնորհակալ ենք ձեզ ձեր արժեքների եւ այլ խորհուրդների համար, որոնք փոխանցել եք մեզ։ Շատ ենք կարեւորում նաեւ ձեր անկեղծությունն ու պարտությունը, ինչի շնորհիվ մեր ուսումնական տարիները դարձան էլ ավելի հետաքրքիր։ Այսօր հրաժեշտ ենք տալիս եւ մաղթում ենք ձեզ ամենայն բարին։ Ձեր սրտի Իննիկը դասարան։ Follow my lead. I found a girl. You
Ավարտվեց գույների աշխարհի իմ գույնը խորագրով վերջին դաս մշակութային նախագծային աշխատանքը։ Վերջնարդյունքում ձեզ ենք ուզում ներկայացնել մեր նկարիչների նկարները։ Կներկայացնեք ձեր նկարները։ Մենք նկարել ենք բնություն, նկարել ենք մեր պատկերացմամբ, նկարել ենք սայրանական ներկապնակի գույներով։ Ամեն տարի ուսումնական տարվա ավարտին յուրաքանչյուր դասակի հոկոց մի պատառիկ են տանում աշակերտները, բայց փոխարեն թողնում են գեղեցիկ գույներ և քաղցր լույս։ Իսկ հիմա մեր նախագծային վերջնարդյունքում այսօր հրաժեշտի այս պահին սիրով ձեզ ենք ուզում ներկայացնել այս նկարները, մեր սիրելի դասակներ։ Պահեք այն որպես մի քաղցր հետ և քաղցր ուժ։ Ես նկարիչ եմ, ես նկարում եմ նոտաներ, ես նկարիչ եմ, նկարում եմ հորիզոններ, անժամանակ բաց կարդեր, տարբեր չպտագրեր։ Ահա և վերջ, քիչ է լինում, երբ նույն պահին և ուրախ ենք, և տխուր ենք։ Հենց այսպիսի պահ ենք ապրում հիմա, դպրոցական մեր վերջին զանգը, ասես լապս ու ծիծաղ լինի դպրոցական զանգը վերջին։ Վերջնարդյունքում ուզում ենք ասել ամենակարևորը, մենք հասկացանք, որ չենք ուզում գնալ մեր դպրոցից։ Այսօր կարծես մեր հոգում խինդ ու թախից միասին է, արցունքի միջից նայում ջերմ շպտում ենք մենք իրար, մեր մեջ հուշերն են նույն բան, ուրախ տխուր նույն խորերը, իսկ շուրջը տաք հայացքներ են, դեմքեր են այնքան հարազատ, մենք ձեզ ասում ենք մնան բարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցներ, մեր օրեր ու լուսավոր տարիներ, մենք ձեզ ասում ենք մնան բարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցներ, մեր օրեր ու լուսավոր տարիներ։ Այսօրվանից մեր առաջ բացվում են ուրիշ ճամփաներ, այսօրվանից կյանք արդեն կանչում է մեզ նորապես, ես ըտերում եմ հիմա, ուրիշ հույսեր երազներ կան, այսօր հրաժեշտի օր է, բայց և տոն մի նոր հանդիպման, մենք ձեզ ասում ենք մնան տարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցներ, մեր օրեր ու լուսավոր տարիներ, մենք ձեզ ասում ենք մնան տարով, մեր սիրելի ուսուցիչներ, մեր հարազատ դպրոցներ, մեր օրեր ու լուսավոր տարիներ։ Սիրում եմ բոլորին։
Այսօրվանից մեր առաջ բացվում են ուրիշ ճամփաներ նոր Այսօրվանից կյանքն արդեն կանչում է մեզ նոր այլափեր Եվ սրտերում մեր հիմա ուրիշ հույսեր երազներ կան Այսօր հրաժեշտի օր է բայց եւ տոն մի նոր հանդիպման Մենք ձեզ ասում ենք մնար բարով մեր սիրելի